Պարոն Պողոսյան, ձեր թույլտվությամբ ևս մեկ անգամ, քանի որ ուղիղ եթերում են շատ լրատվամիջոցներ գտնում, ուզում եմ հանցագործության մասին հաղորդումը ևս մեկ անգամ պնդել այսօր ազգային ժողովում, երբ որ դուք մուտք էիք գործում շենք, հենց այդ պահին ազգային ժողովի նիստերի դահլիճում քաշքշուկ, վիրավորանքներ, հայոյանքներ, հայողը ԿՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն էր, խնդրում եմ մեր այս միջադեպը հանցագործության մասին որպես հաղորդման հիմք ընդունեք եւ ըստ էության լրատվամիջոցի կողմից էլ հրապարակումները արդեն մամուլում հայտնված տեսանյութերը կարող են հիմք հանդիսանալ, չէ՞, որպեսզի օրինակ քննչական կոմիտեում խուլիգանության հատկանիշներով վարույթ նախաձեռնվի։ Գին Մանուկյան, շնորհակալ եմ հարցի համար։ Ես ոնց հասկացա, դուք արդեն նախնական իրավական գնահատականը արդեն տվել եք, արդեն հանցանքի վերաբերյալ հաղորդում փաստացի ըստ էության տալիս եք, բայց ես մի հանգամանք մատնանշեմ եւ կարծում եմ այս առումով իմ հարցը ձեր հարցին փորձեմ սպառիչ պատասխան տամ։ Օրենքը ըստ էության հանցագործության մասին հաղորդման որոշակի վավերապայմաններ է նախատեսում, պետք է լինի պատշաճ, պետք է լինի համապատասխան ռեկվիզիտներ եւ այլն, այսինքն այս առումով հանցագործության մասին հաղորդումը պետք է լինի պատշաճ։ Մամուլում ի տարբերություն նախկին օրենքի մամուլում զետեղված հրապարակումները իմպերատիվ պահանջ չի, որպեսզի դառնա հանցագործության մասին հաղորդում, ինքը կարող է դիտվել, դրա համար առնվազն պետք է օրինակ ուսումնասիրվի ձեր մատնանշված տեսագրությունները, բայց չմոռանանք նշել, որ դուք տեղյակ եք, որ քրեական դատավարական նոր օրենքով ներդրվել է նաև մասնավոր մեղադրանքի ինստիտուտը, որով ըստ էության քննչական մարմինները փաստացի վարույթ չեն նախաձեռնում եւ համապատասխան ընթացակարգերով ըստ էության վարույթ չեն նախաձեռնում։ Հետևաբար այս առումով ես տեղյակ չեմ, ինչ է տեղի ունեցել ձեր խոսքերից դա լսեցի, ուսումնասիրել կհասկանանք ինչի մասին է խոսքը։ Սա առաջին դեպքը չի, նախորդները եւս քննության առարկա չեն դարձել։ Էլի այնտեղ ինչ որ բաներ են պետք ապացուցվել, որ դուք իմանաք։ Պատշաճ գրություն նկատի ունեք, պարոն Պողոսյան, այսինքն պատշաճ գրություն հաղորդում, այո։ Եվ գլխավոր դատախազություն, եւ օրինակ իրականացման։ Շատ բարի, դա էլ կանենք, բայց ամեն դեպքում մամուլում կան նաև տեսանյութերը, որոնք համացանցում արդեն հայտնվել են եւ թե ինչ է տեղի ունեցել այսօր։